Մենք գտնվում ենք Թուրքիայի Հանրապետության Արդահանի մարզում ծովակն հյուսիսով լճի ափին, թուրքերեն անվանմամբ Չլդր լիճ։ Ծովի մակարդակից գտնվում է 1959 մետր բարձրության վրա, խորությունը 42 մետր է։ Լիճը տեկտոնական գոգավորության մեջ է, նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվանդանով։ Ջուրը քաղցրահամ է։ Լճից դուրս է գալիս Չլդր մեծաջուր գետը, որը ձմռանը սառչակալում է։ Հիմա գտնվում ենք պատմական հայկական բերդաքաղաք Անիում, որը գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Շիրակի մարզի Նորաշեն և Անիվան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին։ Այստեղից մի հատ շունչ քաշենք սիրուն։ Հայկական տառերը ժողովուրդ։ Ունի մեր օրերում։ Եվ եկեղեցին շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան անգամ Հայկական աղբյուրների համաձայն Անին ունեցել է 100-ից 200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ, օրինակ Բաղդադը Միջագետք, Դամասկոսը Սիրիա, Կոստանդնուպոլսը Բյուզանդական կայսրություն և Կորդովան արաբական Իսպանիա։ Զարգացած միջնադարում 961-ից 1045 թվականներին Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Անին հայտնի էր որպես հազարումի եկեղեցիների քաղաք, որոնցից առավել հայտնին էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Անին լքվել է 1913 թվականին երկրաշարժից հետո, հայերը գաղթել են հայտնի սահմաններից դուրս։ 2016 թվականին միջնադարյան Հայաստանի Անին մայրաքաղաքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հազար 878 թվականին Անի քաղաքն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականին Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիան։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, հետևեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, իսկ ես գնամ նոր հոլովակ պատրաստեմ, հետաքրքիր։ Հաջողություն։